Ողջույն բոլորին։ Ելենա Արշակյանի նոր սպասված նախագիծը «Տաքսիստը» հեռուստասերիալը արդեն մեկնարկել է։ Մենք մեծ հետաքրքրությամբ դիտեցինք առաջին սերիան, որը լի էր խիստ անսպասելի զարգացումներով, ու այսուհետ մեր ալիքում դուք կգտնեք այս սերիալի ամենախորը, բացառիկ վերլուծություններն ու ամենահավանական կանխատեսումները, այնպես որ հարմար տեղավորվեք, քանի որ սյուժեն խոստանում է լինել անչափ լարված։ Պատմության կենտրոնում սովորական առօրյա հոգսերով ապրող տաքսիստ Հարութն է։ Նա ունի ընտանիք, ամուսնացած է եւ ապրում է կնոջ ու մայրիկի հետ, եւ առաջին հայացքից թվում է, թե նրա կյանքում որևէ արտառոց բան չպետք է պատահեր։ Սակայն ճակատագիրը բոլորովին այլ խաղ է նախապատրաստել։ Գիշերային հերթափոխերից մեկի ժամանակ տեղի է ունենում ճակատագրական մի վթար։ Հարութը պատահաբար վրաերթի է ենթարկում սերիալի գլխավոր հերոսուհուն, խորհրդավոր Սեդային։ Այս վայրկյանից սկսած տաքսիստի խաղաղ կյանքը վերածվում է իսկական մղձավանջի։ Վրաերթից հետո տեղի է ունենում ամենաանսպասելին։ Սեդան ուշքի է գալիս Հարութի մեքենայի մեջ եւ փոխանակ օգնություն կանչելու կամ բժշկի դիմելու սկսում է աղերսել, որպեսզի Հարութն իրեն ոչ մի դեպքում հիվանդանոց չտանի։ Աղջկա շուրթերից հնչում է սարսափելի մի խոստովանություն։ Նա պնդում է, որ եթե ոստիկանությունն իրեն գտնի, անմիջապես կձերբակալի այն պատճառով, որ ինքը մարդ է սպանել։ Խուճապի մատնված եւ չիմանալով ինչպես ճիշտ վարվել այս բարդ իրավիճակում, Հարութը կայացնում է չափազանց ռիսկային որոշում։ Նա աղջկան տանում է իր տուն եւ բոլորից, անգամ կնոջից ու մորից գաղտնի, թաքցնում է նրան տան նկուղում։ Նա միամտաբար հույս ուներ, որ գիշերը կանցնի, իսկ հաջորդ առավոտյան արդեն հանգիստ պայմաններում կկարողանա խոսել ուշագնաց եղած աղջկա հետ եւ պարզել այս մութ պատմության ողջ եղելությունը։ Սակայն առավոտյան նրան սպասվում էր հերթական անակնկալը։ Իջնելով նկուղ, Հարութը հայտնաբերում է, որ Սեդան պարզապես անհետացել է, չթողնելով ոչ մի հետք։ Մինչ Հարութը փորձում է հասկանալ, թե ինչպես կարող էր վիրավոր աղջիկն աննկատ հեռանալ իր տնից, քաղաքի մյուս ծայրում իսկական խուճապ է սկսվել։ Սեդայի ավագ եղբայրը Մինասն ու աղջկա նշանածը գրեթե խելագարի պես ամբողջ գիշեր փնտրում են անհետ կորած Սեդային։ Նրանց անհանգստությունը հասել է գագաթնակետին եւ պարզ է դառնում, որ նրանք կանգ չեն առնելու ոչ մի բանի առաջ աղջկան գտնելու համար։ Շատ չանցած իրադարձությունները սկսում են զարգանալ կայծակնային արագությամբ։ Ոստիկանության աշխատակիցները գալիս են Հարութի տուն։ Ներքին տագնապով, բայց արտաքին հանգստություն պահպանելով, Հարութը կտրականապես հերքում է, թե տեսել է կամ առհասարակ ճանաչում է այդ աղջկան, բայց իրավապահներին խաբելն այնքան էլ հեշտ չէ։ Խոզարկության արդյունքում ոստիկանությունները նկուղում հայտնաբերում են Սեդայի պայուսակը, իսկ դրսում Հարութի մեքենայի միջից գտնում են աղջկա բջջային հեռախոսը։ Այս անհերքելի ապացույցներից հետո Հարութին անմիջապես ձերբակալում են։ Այս ամենին զուգահեռ ի հայտ է գալիս մեկ այլ, շատ ավելի սարսափելի լուր։ Քննության ընթացքում պարզվում է, որ որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է մի երիտասարդ աղջկա Դի, ով իր արտաքին տվյալներով անչափ նման է անհետ կորած Սեդային։ Լսելով այս բոթը եւ արդեն 100%-ով վստահ լինելով, որ մահացածը հենց իր վրաերթի ենթարկած աղջիկն է, Հարութը որոշում է այլևս չլռել։ Նա քննիչին մանրամասն պատմում է ամեն ինչ, հատուկ շեշտելով այն փաստը, որ այդ անծանոթ աղջիկը նախքան ուշագնաց լինելը իրեն անձամբ խոստովանել էր, որ սպանություն է գործել։ Սերիայի ավարտը պարզապես շունչը պահած դիտելու համար էր։ Մենք տեսնում ենք, թե ինչպես են Սեդայի եղբայրն ու նշանածը կոտրված ու հուսահատ գալիս դիահերձարան պաշտոնական ճանաչում իրականացնելու եւ հասկանալու, արդյոք այդ անշնչացած մարմինն իրենց սիրելի Սեդան է, թե սա պարզապես դաժան զուգադիպություն է։ Իսկ ինչ եք կարծում դուք, սիրելի հետևորդներ, արդյոք դիահերձարանի աղջիկն իսկապես Սեդան է, եւ եթե այո, ապա ով եւ ինչու է նրան սպանել, իսկ գուցե Սեդան իրականում ողջ է։
Անպայման գրեք ձեր վարկածներն ու կարծիքները մեկնաբանություններում։ Ես կկարդամ եւ կքննարկեմ բոլորիդ տարբերակները եւ իհարկե բաժանորդագրվեք մեր ալիքին ու սեղմեք զանգակը, որպեսզի բաց չթողնեք հաջորդ սերիաների վերլուծություններն ու ամենաթեժ բացահայտումները։ Կհանդիպենք շուտով։